Այսօրվա խոսքս վերնագրել եմ այսպես, Տեր քո կարիքն ունեմ։ Սիրելիներ, կարծում եմ, որ բոլորիս կյանքում էլ եղել են իրավիճակներ, երբ հասկացել ենք, որ առանց Աստծո մենք չենք կարողանում առաջ գնալ։ Եվ այդ ժամանակ մենք Տիրոջը կանչել ենք մեր կյանք, որպեսզի մեզ օգնի, ասել ենք Տեր քո կարիքն ունեմ։ Նախ կուզեմ հասկանանք, թե ինչ է նշանակում այս բառերը, երբ մենք ասում ենք։ Սա խոսում է այն մասին, որ մենք կարճված ենք Աստծու, եւ դրանք ուղղակի բառեր չեն, այլ դուրս են գալիս մեր սրտից, եւ ցույց են տալիս, որ առանց Աստծո մենք ոչինչ չենք։ Սիրելիներ, կարծում եմ այս աշխարհը լի է զանազան հաճույքներով, որոնց մեջ շատ է գերակշռում մեղքը, եւ մարդկանց մեծ մասը տրվում է այդ հաճույքներին, կարծելով, թե իրենք վայելում են կյանքը, առանց հասկանալու, որ չարը նրանց գերեվարել է, եւ նրանք այդ ճանապարհով գնում են դեպի կործանում։ Չարը փակում է նրանց աչքերը, փակել է նրանց միտքը, որպեսզի նրանք չտեսնեն եւ չհասկանան, որ փրկության ճանապարհը միայն Տեր Հիսուսն է եւ չընդունեն Աստծուն։ Որոշ մարդիկ էլ ունեն շրջապատ, ունեն ընկերներ եւ ունեն հարգանք այդ շրջապատի մեջ եւ նրանց կարծիքով իրենց ընկերները կարող են ամեն իրավիճակներում իրենց օգնել, դուրս բերել ցանկացած խնդրից։ Եվ կան մարդկանց մեկ այլ տեսակներ, որ իրենց հույսը դնում են նյութական բաների վրա։ Կուզեմ ձեզ ասեմ, որ սիրելիներ, Տերը չի սիրում այս աշխարհը։ Նա եթե մենք սիրում ենք աշխարհին, մենք ուրեմն թշնամություն ենք անում Աստծո դեմ։ Մեզ զերծ պահենք այս աշխարհի հաճույքներից։ Նա մեզ ուղարկել է աշխարհ ոչ թե մեղք գործելու համար, այլ մեզ տվել է ազատ կամք, որպեսզի մենք ինքներս հավատանք եւ ընդունենք իրեն, եւ մեզ զերծ պահենք այս աշխարհում գտնվող բոլոր անիրավություններից, ապրենք սրբության կյանքը։ Բայց նաեւ մենք պետք է միշտ զգոն լինենք, որովհետեւ չարը քնած չէ, նա ամեն ինչ անելու է, ամեն ձև ուզենալու է մեզ ետ պահել Աստծո ճանապարհից, նա պատրաստ է մեզ տալ ամեն բան, միայն թե մենք ետ կանգնենք Աստծուց։ Եթե մենք չենք կարող ոչ մի բան անել, եթե մենք Աստծուն չկանչենք մեր կյանք, մենք ոչ մի հաղթանակներ չենք կարող ունենալ։ Ուղղակի կխնդրեմ, որպեսզի մենք Աստծուն ոչ թե մեր կյանք կանչենք նյութականի համար կամ ժամանակավոր կարիքների համար, այլ Տիրոջը ընդունենք մեր կյանքում եւ թույլ տանք, որ նա գործի։ Մեր սիրտը նվիրենք իրան եւ խնդրենք նրա առաջնորդությունը մեր կյանքում։ Սիրելիներ, մենք ինչքան էլ մեծ շրջապատ ունենանք, ինչպիսի ընկերներով էլ շրջապատված լինենք, դա մեզ ոչ մի առավելություն չի տալիս, քանի դեռ մենք Աստծուն չենք ընդունել։ Կարծում եմ բոլորս ունեցել ենք անցյալում այսպիսի իրավիճակներ, այսպիսի պահեր, երբ Աստծուն առաջնային կյանք ենք տվել մեր կյանքում, բայց նույնիսկ աղոթներ ենք բարձրացրել նրա համար, որոնք նյութական բաներին են վերաբերվել, բայց մենք հպարտացել ենք մեր ընկերներով, մեր հարազատներով, մեր շրջապատով։ Խնդրեմ ձեզ մի բան, որ զգույշ լինենք այդ հարցում եւ չտանք առաջնայինությունը շրջապատի մարդկանց, այլ Աստծուն տանք, որովհետեւ կյանքում լինում են իրավիճակներ, երբ մեր շրջապատը մեր կողքին է կանգնած լինում, բայց ոչ թե մեզ օգնելու համար, այլ նրանք ուղղակի կանգնում են եւ տենում, թե մենք ոնց ենք անցնում այս մեր դժվարությունների միջով։ Ես ինքս եղել եմ այդպիսի իրավիճակի մեջ եւ հասկացել եմ մի բան, որ ես ոչ մեկի կարիքը չեմ ունեցել այդ ժամանակ։ Ես կարճված եմ ելել Աստծուց, որ Աստված պետք է ինձ օգնի։ Եվ հասկացել եմ, որ առանց նրա ես իսկապես ոչինչ չեմ կարող անել։ Դա կուզեմ վկայությունով սկիզբեմ, երբ երեխաս ծանր վիճակում էր, կլինիկական մահ էր տարել, իմ շրջապատը իմ հետ էր, կանգնած էր իմ կողքին, բայց ոչ մեկ ոչ մի բան չէր կարողանում անել, այնքան ես ու կինս ոչինչ չենք կարողանում անել։ Միայն աղոթում ենք եւ մեր հույսը միմիայն Աստված էր։ Եւ Աստված ունակ է անել այն ամենը, միայն թե դու իրեն քո կյանք կանչես։ Երբ ասում ենք Տեր քո կարիքն ունեմ, նա մեզ միայն ոչ միայն նյութականը չի տալիս է այն ամենը, ինչի կարիքը որ մենք ունենք։ Անգամ այն ինչը որ մեր ընկերները մեզ չտվեցին, նաև մեզ համար եւ բոլորի համար անհնարին թվացող բաները Աստված հնարավոր է դարձնում։ Սիրելիներ, եկեք չտրվեք չարի կողմից այդ հաճույքներին, այդ գայթակղություններին, այլ ապրենք Տիրոջը վայել կյանք, Տիրոջ կամքին համարժեք կյանք։ Եվ հենց այդ կյանքին մենք պետք է ծանոթանանք, որտեղ շատ ճշմարիտ եւ իրական ձևով է գրված Սուրբ Գիրքն է։ Կարդանք Սուրբ Գիրքը, այնտեղ կտեսնենք ամեն բան, բայց նաեւ պետք է միշտ իմանանք, որ Աստված երբեք ու երբեք մեր ուժերից, մեր կարողություններից առավել բան մեզանից չի պահանջում։
Ինչը որ նա ուզում է, նա գիտի, որ մենք կարող ենք անել։ Ընկերներ, եկեք նաև Տիրոջը լիարժեք տրվենք, ընդունենք նրան ամբողջությամբ եւ խնդրենք Աստծուն այս բառերով. Տեր, քո կարիքն ունեմ եւ ուզում եմ, որ դու գործես իմ կյանքում։ Ուզում եմ, որ դու ինձ առաջնորդես։ Իմ հույսը միմիայն դու ես, ուրիշ ոչ մի բան չի կարող ինձ հույս տալ։ Եվ ցույց տաս ինձ քո ճշմարիտ ճամփան եւ օգնես ինձ ապրել այնպիսի կյանք, ինչպիսին դու ես ուզում, եւ լինել քեզ նվիրյալ եւ հաճելի ծառա։ Ու կխնդրեմ կանգնենք եւ միաբան աղոթենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր անցնում են այս դժվարությունների միջով։ Տեր իմ Աստված, շնորհակալ ենք քեզանից։ Շնորհակալ ենք քո մեծ սիրո համար, Տեր։ Շնորհակալ ենք, որ դու մեզ հետ ես, մեզ մենակ չես թողնում, Տեր։ Երբ մենք քեզ կանչում ենք մեր կյանք, Տեր, դու մեզ օգնում ես, մեզ այցելում ես, դուրս ես բերում ամեն իրավիճակներից, անգամ այնպիսի բաներից, որոնք մեզ համար անհնարին են երևում, Տեր։ Խնդրում ենք քեզ, Տեր, որպեսզի մեր ձեռքերը ամուր պահես, Տեր, մեզ առաջնորդես, մեր ճշմարիտ ուղուց չթողնես, որպեսզի շեղվենք, Տեր իմ Աստված։ Խնդրում ենք քո սուրբ ու զորավոր անունով։ Ամեն։